Հանրային ռադիոյի ուղիղ եթերում վերնատունն է, ես Նազելի Օհանյանն եմ, ողջույն սիրելի ռադիո լսողներ, Հանրային ռադիոյի կայք էջում ու նաև Facebook-յան հարթակում այս պահին մեզ դիտողներ։ Երգիչ կոմպոզիտոր Հանրային ռադիոյի մեր սիրելի աշխատակից գոլեգա Վահան Արծրունին նշում է իր ծննդյան 60 եւ բեմական գործունեության 40-ամյակը։ Այդ առիթով առաջիկա 5 ամիսների ընթացքում մայրաքաղաքի մի շարք բեմերում նախատեսվում են համերգային տարբեր ծրագրեր, նաև թատերական ներկայացումներ, հոբելյանական համերգների, համագործակցությունների ու նաև ստեղծագործական ծրագրերի մասին ենք մենք այսօր խոսելու Հոբելյարի հետ, Վահան Արծրունու եւ նաև Երևանի պետական կամերային երգչախմբի տնօրեն Եվա Խաչատրյանի եւ սոպրանո Նելի Քալաշյանի հետ։ Շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար։ Շնորհակալություն հրավերի համար։ Վահան, սկսենք հարցերը ձեզնից։ Եկեք փորձենք ընդհանրացնել այս 4 տասնամյակը եւ փորձենք հասկանալ կա մի առանցքային գաղափար կամ արժեք, որը մնացել է անփոփոխ ձեր երաժշտության մեջ առանց ժանրային սահմանափակման։ Այո, դա ստեղծագործությունն է որպես այդպեսին, այսինքն առանցքային է, իսկ եթե խոսենք ֆորմայի տեսակետից եւ ենթադրենք, այսինքն ներկայացված տեսակների առումով իհարկե բևեռային տարբերություն կան։ Ես նկատի ունեի արժեքային ու գաղափարական մասը։ Դե այստեղ շատ այսպես ներանձնական խնդիր է, այսինքն ինքնաճանաչողականությունն է հիմքում, այսինքն ինձ համար այդ process-ը գլխավոր process-ն է, այսինքն եւ ստեղծարարության որպես հիմք եւ ընդհանրապես իբրև աշխարհայացք ձևավորող հանգամանք։ Այսինքն ինձ համար երաժշտությունը առաջին հերթին ինքնաճանաչման ճանապարհ է։ Եվ այդ իմաստով իհարկե որևէ փոփոխություն չկա, այսինքն սա մեկ ընթացք է, որը այսպես տարբեր ժամանակահատվածներում տարբեր ձևաչափերի մեջ է արտահայտվել երաժշտական։ Իսկ այդ փուլերը տեսանելի են։ Այո։ Ստեղծագործական։ Դե իհարկե, որտեղից ուր եք հասել։ Դե սկսվեց ամեն ինչ ապրիլի 27-ին 85 թվականի, սա առաջին իմ համերգն էր, երբ ես ներկայացրեցի ծրագիր, որ ամբողջովին իմ ստեղծագործություններից էր կազմված, այն ժամանակ ես եւ իմ երկու ընկերները ակուստիկ գիտարներով բժշկական համալսարանի 7-րդ աուդիտորիայում։ Եվ այսպես շատ խորհրդանշական ինձ համար օր է եւ թիվ է, որովհետեւ այս համերգաշարի գլխավոր համերգը լինելու է էլի ապրիլի 27-ին, բայց արդեն օպերային թատրոնում, օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի, իմ ռոք խմբի եւ էլի բազմաթիվ մենակատարների մասնակցությամբ։ Այնպես որ այս 40 տարվա ճանապարհը, որը էլի խորհրդանշական է ստացվում, ինքը այսպես փուլերով, սկզբից միայն գիտարով, հետո ռոք խմբով, հետո կամերային կազմով, հետո ստուդիական աշխատանք, արդեն համակարգչային համակարգերի հետ, երաժշտություն կինո եւ թատրոնի համար եւ իհարկե վերջիվերջո հոգեվոր երաժշտության անդրադարձը արդեն որպես գործիքավորող եւ սիմֆոնիկ երաժշտություն կամ սիմֆո ռոքային այսպես բանաձևում մեջ։ Բոլոր ժանրերը ընդգրկված են լինելու այս 6 համերգների մեջ, որը առաջիկայում լինելու է եւ տարբեր բեմերում, չէ՞։ Այո, խիստ տարբերվող ծրագրեր եւ ժանրային իմաստով եւ երգացանկի իմաստով։ Այսինքն այդ երկու համերգը արդեն անցել են հայկական ընդհանուր բարեգործական միության սրահում եւ հայ ֆիլհարմոնիայում եւ երրորդ համերգը արդեն կարծես թե ավանդական է դառնում, որովհետև երգչախմբի հետ մեր համագործակցությունը եղել է 2 տարի առաջ, 2024 թվականին Կոմիտաս երաժիշտ եւ բանաստեղծ նախագծի սահմաններում։ Կուզեի այդ համագործակցության մասին նաև Եվայի հետ խոսենք, Եվա ինչ որ նոր գույներ հաղորդում է արդյոք Վահան Արծրունի եւ պետական կամերային երգչախումբ այդ այսպես ասած համագործակցությունը։ Անշուշտ մենք միշտ ուրախ ենք համագործակցել հատկապես Վահան Արծրունու հետ, ճիշտ է ինքը առաջինը ուշադրություն դարձրեց մեր գործունեության վրա համագործակցության տեսանկյունից, մենք իրան ճանաչում ենք իհարկե, բայց այդ քայլը Վահանը արեց, որ կարող ենք իրար հետ
համերգ ունենալ եւ առաջին փորձը շատ հաջող էր 2024 թվականին եւ այդ էր պատճառը, որ որոշեցինք, որ կարող ենք դա կրկնել եւ իհարկե այլ ծրագրեր ենք գծում արդեն հիմա, դա միակ համերգը չի, որ ունենալու ենք համատեղ։ Այս տարվա համերգը մի փոքր փոփոխությամբ կլինի, նաև ֆորմատի տեսանկյունից մի քիչ այլ մոտեցում ենք ցուցաբերելու, նաև նոր մոտեցումա վոկալ պարտիաների նկատմամբ, բացի Նելից Քալաշյան, նաև Ժանանա Դավթյան մեր երգիչներից միանալու, որ ալտա Խոսքով մենք շատ ուրախ ենք այս համագործակցության կապակցությամբ։ Իսկ ինչով է առանձնահատուկ օրինակ Վահան Արծրունու ստեղծագործությունը կամ իր տեսակը որպես երաժիշտ, երգիչ, որը գալիս այսպես ձեր ժանրում եւ ձեր տիրույթում այդպես մերվում է, եթե այսպես ինձ թվում է ընդհանուր վերաբերմունքի եւ դիրքորոշման հարցն է նույն Կոմիտասի այս դեպքում գործունեության ստեղծագործության նկատմամբ, որովհետեւ մեր երգչախումբը առանձնանում է նրանով, որ իր հիմնադրման օրվանից մինչ օրս մեծ նշանակություն է տալիս Կոմիտասի ստեղծագործությանը։ Ձեզ միավորում է Կոմիտասը։ Նաև, որովհետև ես կասեի հիմքում դա է, որովհետև երգչախումբը ոնց որ տարիներ շարունակ 96 թվականից երբ հիմնադրվեց ու իդեպ այս տարի մենք նշում ենք նաև մեր 30-ամյակը, Կոմիտասը ոնց որ կարելի է ասել այդ հիմնավոր այդ հիմքերից է եղել մեր ամբողջ գործունեության եւ դա պատճառներից մեկն էր, որ Արծրունին առաջարկ արեց համագործակցության, որ մենք կարող ենք իրար հետ հանդես գալ։ Աստորեն բոլոր հոբելյանները այս տարի միտեղ են։ Այո։ Ինձ համար շատ խորհրդանշական է համագործակցությունը Եչախմբի հետ, որովհետև Հարություն Թոփիկյանի հետ շատ ջերմ ընդհանրապես իմ գնահատականը իր աշխատանքի եւ ընդհանրապես իր գործոնը հայկական կատարողական արվեստի ոլորտում անգնահատելի է։ Եչախումբը շատ ճիշտ եւ նշեց սել է նրանից, որ ձայնագրեց ամբողջ ժառանգությունը Եչախմբային Կոմիտասյան։ Այնպես որ այդ իմաստով իհարկե միանշանակ Կոմիտասը այն բարձր հանգամանքն է, որը միավորեց եւ կարծում եմ բոլոր հայ երաժիշտներին միավորում է եւ այս պարագայում ուղղակի մենք կազմեցինք մի ծրագիր, որի մի մասը Եչախմբային է եւ Եչախումբը կատարում է Կոմիտասի խմբերքային մշակումները աշխարհիկ եւ հոգեվոր երաժշտության եւ երկրորդ մասը ուր Կոմիտասը հանդես է գալիս որպես բանաստեղծ եւ մենք ներկայացնում ենք իմ Կոմիտաս դասահայտություն շարքը, բայց ի տարբերություն նախորդ համերգից այս անգամ երկու կին սոլիստ է լինելու եւ Եչախումբը նաեւ մասնակցելու է Կոմիտաս դասահայտություն շարքի կատարմանը։ Իդեպ Կոմիտաս դասահայտություն այդ շարքը կարծեմ շատ վաղուց երևի Նելին, հա, ձեզ հետ համագործակցում է իմ հիշելով, գուցե սխալվում եմ, ինձ ուղեք, կա այդպիսի համագործակցություն, կուզեի այդ մասին խոսենք։ 2024 թվականին էր եւ երգչախմբի հետ առաջի անգամ այդտեղ որպես սոլիստ հանդես եկա, իբր զար ստեղծագործությունն էի կատարում։ Նախ նշեմ այդ յուրահատուկ տեղագրավում իմ սրտում այդ ստեղծագործությունը, մեղեդային գից հիասքանչ գրված ստեղծագործությունը։ Ուրախ եմ, որ նորից հնարավորություն են ծրվում նորից կատարել այդ գեղեցիկ ստեղծագործությունը։ Այդպես սկսվեց մեր համագործակցությունը։ Հետո արդեն ունեցանք համերգ Կավեարտի հետ, այդպես շարունակական արդեն համերգային։ Հետո օպերային թատրոնում Ամրանը եղավ Մաշտոց Կոմիտաս ծրագիրը, արդեն մայստրո Դուրգարյանի ղեկավարությամբ եւ սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ եւ այդտեղ այլ ծրագիր էր, այսինքն Մաշտոցյան բաժինը իմ մշակումները, որ նույնպես Նելին էր մենակատարը եւ երկրորդ բաժնում ինքը նույնպես ուներ սոլո պարտիաներ եւ զուգերգեր։ Այո։ Ես կարծում եմ Վահան Արծրունու ստեղծագործության առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ ավանդական հին եւ նաեւ մեզանում այսպես ամփոփող
մշակույթը դարձնում է նորովի, նոր շունչ է հաղորդում, այսինքն մեր ժամանակներին համահունչ է դարձնում, եկեք այդ մասին խոսենք, ինչպես են այսպես հնի ու նորի սահմանը հատվում ու նաև արդյոք այդտեղ նաև ժանրային բազմազանությունն է կարևորվում։ Կարծում եմ այստեղ առավել կարևոր է ժանրային հստակությունը, որովհետև գերնպատակ չի ընդհանրենք ստեղծագործություն ներկայացնել այս կամ այն ձևաչափով, այսինքն ներքին ներդաշնակությունը եւ բարեհնչությունը այստեղ գլխավոր այսպես նպատակն է։ Բնական է հայկական երաժշտությունը երբեք չի եղել կամերային նվագախմբի կամ կամերային անսամբլի կատարմամբ, այսինքն բարձ է, որ երբ որ մտնում ես այդ տարածք, պետք է համաչափես նաև քո ցանկությունները այն օրինաչափությունների հետ, որոնք հատուկ են կամերային երաժշտությանը, հատկապես գործիքային կամերային երաժշտությանը, բայց երբ 98 թվականին առաջին անգամ այդ փորձը ես կատարեցի, ինքը ինձ համոզեց, որ դա ճիշտ ճանապարհ է, այսինքն առաջին կատարումը եղել էր կվարտետի, լարային կվարտետի եւ փողայինների մասնակցությամբ, իսկ հետագայում ինքը մասշտաբը, այսպես ասած, մեծացեց եւ էլի չխախտելով կամերային երաժշտության այսպես սահմանումները, արդեն կամերային նվագախմբի եւ արդեն տեսնում ենք, որ նաեւ երգչախմբի մասնակցությամբ պետք է լինի։ Այսինքն այդ ներքին զարգացումը պայմանավորված է ամեն պարագայում կամերային երաժշտության բնագավառում ընդունված ձևաչափերի եւ նորմերի սահմաններում, այսինքն ես ոչ մի բան այդտեղ չի կոտրվում։ Եվ հանուն արդիականի ոչինչ չի կոտրվում, նկատի ունեք։ Ինքը սա էլ է ճանապարհ, որովհետեւ մենք գիտենք բազմաթիվ կոմպոզիտորներ այդ ճանապարհով են ուրեմն գնում, բայց իմ պարագայում կրկնում եմ բարեհնչությունը եւ ներդաշնակությունը առավել կարեւոր են, այսինքն երաժշտությունը ինձ համար դա միջոց է, այսինքն խաղաղվելու առաջին հերթին, ոչ թե հակառակը բորբոքելու կամ ընդհանրենք բացասական ապրումներ պատճառելու, ոչ ինձ, ոչ էլ ունկնդրին հանդիսատեսին եւ այդ իմաստով եթե նույնիսկ ռոքի ժանրում եք դե պրոգրեսիվ երաժշտությունը մի քիչ տարբերվում է ընդհանուր ռոք երաժշտության բնագավառից, որովհետեւ իմ նշած նպատակն է հետապնդում եւ դրա պատճառով էլ ես այսինքն միշտ այսպես շտկում եմ եւ ասում եմ չնայած պրոգրեսիվ երաժշտությունը ռոք երաժշտության այսպես այդ տարածքից է գոյացել, բայց այսօր այդ տերմինը շատ ճիշտ է նկարագրում, այսինքն պրոգրեսիվ երաժշտություն, ինքը շատ ավելի ընդգրկուն եւ շատ ավելի տարածական է։ Սա էլ է, այսինքն իմ հետաքրքրությունների կենտրոնում համերներից մեկը, այսինքն Իսկ դա անverջ իմպրովիզների հնարավորություն տալիս է, այսինքն անverջ զարգանալու, ինքը հրաշալի հնարավորություն է տալիս ֆորման զարգացնելու, այսինքն պատկերացրեք այդ նույն ծրագիրը մենք եւ տրիոյով ենք կատարել եւ օրինակ ապրիլի 27-ի համերգին կատարելու ենք նաեւ սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ, այնպես որ այդ իմաստով ինքը տենց մշտական այսպես որոնումների ասպարեզ է ինձ համար, բայց եթե վերադառնանք մեր համերգին, ինձ համար շատ կարևոր համերգ է, որովհետև գիտեք ընդհանրապես այդ խաչմերուկում հայտնվելը, որտեղ կա Կոմիտաս արժեք որպես այդպիսին եւ փորձել ստեղծել ընդհանուր մի կոնցեպտ հայեցակարգ, որ Կոմիտասը ներկայանում է եւ որպես երաժիշտ եւ որպես բանաստեղծ, ինքը բավականին ռիսկային է, բայց մենք այսպես փորձության միջով արդեն անցած ոնց որ թե բան է, այսինքն այդ ռիսկին մենք դիմեցինք 2 տարի առաջ եւ արձագանքների իմաստով, այսինքն զարմանալի էր, որ արձագանքները եղան ոչ միայն Հայաստանում, այլ այսինքն դրսի մամուլը, ամերիկյան մամուլը, եվրոպական մամուլը, թուրքական նույնիսկ մամուլը, այսինքն հայ-թուրքական մամուլը անդրադարձ ունեցավ բավականին մեծ ռևյուներով եւ բավականին բարձր գնահատականներով։
Դա ի սկզբանե էքսպերիմենտալ նպատակ է ունեցել, որը հաջողել է, կարելի է Իսավելին ասեմ, դա փորձություն էր։ Փորձություն։ Լրջագույն փորձություն էր։ Նազելին էլ է սիրում փաստը։ Դե ամեն դեպքում տարբեր ժանրերում փորձել է կամ տարբեր խմբերի հետ փորձել է, դա նաև եւ ինքնաճանաչում է ու նաև ինչ որ նոր բաներ ստեղծելու նպատակ ունի ի վերջո, չէ՞։ Չգիտեմ, ինձ նույն այդ գաղափարը շատ հետաքրքիր էր ներկայացնելու Կոմիտասին նաև որպես բանաստեղծ, ես ճիշտ ասած չեմ հիշում նման նախագիծ որևէ մեկը նախաձեռնած լիներ, այդ տեսանկյունից նաև դա էր պատճառը, որ մեզ շատ հետաքրքիր էր մասնակցել նախագծին եւ չասեմ, որ Վահանի երաժշտությունը մեղեդային առումով շատ համահունչ էր նաև Կոմիտասի ստեղծագործությունների հետ, այսինքն այդ երկու եթե բլոկերի փորձենք բաժանել, իրենք շատ ներդաշնակ են ու ես կարծում եմ, որ այստեղ մենք ոնց որ անդրադառնում ենք ավանդական երաժշտությանը եւ նորովի ենք դա ներկայացնում ինչ որ առումով եւ դա է հետաքրքիր։ Այսինքն ժամանակակից կոմպոնենտը պայմանավորված է Կոմիտաս 10 հայտնություն շարքով, իսկ ավանդական երգչախմբային այսպես բանաձևումները, այսինքն մեր երաժշտության հիմքերից հիմքերն են։ Եվ այդ իմաստով իհարկե հսկայական պատասխանատվություն եւ այս եթե փորձենք փորձարարություն եւ այսպես փորձություն բարերի մեջ ընտրություն անել, ինձ համար համենայնպես դա լրջագույն փորձություն է։ Իսկ Նելի ձեզ համար ինչպես է, այսինքն դա նույնպես փորձարարություն ու փորձություն կարելի է համարել ձեզ համար։ Իբր զարդը հենց կոնկրետ կատարելը իմ համար փորձություն էր, անկեղծ որ ասեմ, բայց հաղթահարելի փորձություն, բարդ է, որպես կատարող եմ նշում, որպես հանդիսատես լսել շատ հաճելի է, բայց որպես կատարող իսկապես բարդ էր։ Բայց ոնց որ թե հաղթահարվեց եւ գերագույն հաճույքով եմ կատարել այդ ստեղծագործությունը, հետագայում արդեն մնացած մեր դուետները եւ ծրագիրը ինձ համար շատ բնական էր այդ միասին Կոմիտաս որպես երաժիշտ Կոմիտաս որպես բանաստեղծ շատ բնական ստացվեց այդ ամեն ինչը եւ հաջողվեց։ Ես կարող եմ նշել ուղղակի, որ այդ մասին առաջին անգամ հենց դուք եք բարձրաձայնել, այսինքն մասսայականացրել Կոմիտասի բանաստեղծությունը եւ հենց Կոմիտաս 10 հայտնությունը ինքը իսկապես հանդիսատեսի համար հայտնություն եղավ եւ շատ կարեւոր է, որ այս տարիների ընթացքում զարգանում է յուրովի եւ տարբեր ժանրերով, տարբեր բեմերում, այդ բեմերի ընտրությունը նաեւ տարիների ընթացքում դա նույնպես կարեւոր է, Վահան, խնդրում եմ այդ մասին էլ խոսենք, տարբեր խմբերի հետ, օրինակ օպերային, բալետի եւ ազգային թատրոնի հետ համագործակցությունը եւ այլն։ Դե այդ իմաստով ինչքան այսպես նվագախումբ կա Հայաստանում, սկսած ազգային կամերային նվագախմբից ընդդուք միջև բոլոր սիմֆոնիկ նվագախմբերը բոլորի հետ եղել է համագործակցություն եւ տարբեր ժամանակաշրջաններում այդ շարքը կատարվել է տարբեր կոլեկտիվների մասնակցությամբ, այսինքն սկսած Քարյակից Լարային ընդհանուր միջև սիմֆոնիկ նվագախմբի կազմ։ Այդ իմաստով իհարկե բարեբախտություն է, որովհետև վստահ կարող եմ ասել, ոչ բոլոր կոմպոզիտորները կարող են հպարտանալ նման հանգամանքով։ Եվ երկրորդը ինչի մասին ես կուզեի շատ ասել, անդրադառնալով ձեր հարցին, այդ շարքը գրվել է միանգամից չի գրվել, այսինքն 20 տարվա սա աշխատանքի արդյունք է, այսինքն առաջին երգը ճանապարհը ես գրել էի 16-17 տարեկան հասակում, ավարտել էի ամբողջ շարքը 37 տարեկան հասակում։ Եվ 37-ում վերադարձ եղավ 16 տարեկանի Չէ, ինքը ժամանակի ընթացքում երգերը ծնվում էին, բայց որպես շարք, այսինքն ես հասկացա, որ ինքը ամբողջական է դարձել արդեն բավականին հասուն տարիքում եւ այսինքն արդեն պատրաստ էր ձայնագրությունը, որովհետեւ սկզբից եղավ ձայնագրությունը, հետո համերգային ընթացքը։ Եվ այդ իմաստով իհարկե
Կոմիտասի հանրահարչակումը որպես բանաստեղծի ուղղակի կապված է այդ ընթացքի հետ։ Եվ հիմա ես շատ ուրախ եմ, որովհետև նույնիսկ արդեն գիտական աշխատություններ կան, որ 5 թե 6 ժամանակակից կոմպոզիտորների անդրադարձ արդեն կա կոմիտասյան բանաստեղծություններին, Վաչե Շարաֆյան եւ էլի բազմաթիվ կոմպոզիտորներ, Տաթևիկ Շախկուլյան հրաշալի մի զեկույց էր պատրաստել գիտական կոնֆերանսներից մեկում, որտեղ անդրադարձել էր, այսինքն տարբեր երաժշտական լուծումներին եւ տարբեր երաժշտական ձևաչափերին, որոնցով որ կոմպոզիտորները մոտեցել են այդ ժառանգությանը կոմիտասյան, բայց որպես իբրև շարք, ամբողջական շարք, որը իր կուր տրամաբանությունը ունի, այսպես սկսած մոդալ հարաբերություններից, տեմպորիթմային կառուցվածքից, այսինքն այդտեղ պատահական չեն երգերը իրար հետևից այսպես շարված։ Նման շարք ես որքանով որ հետաքրվում եմ չկա, այսինքն գուցե իմս առաջինը եւ դեռևս եզակի, բայց համոզված եմ, որ կոմպոզիտորների անդրադարձը արդեն, այսինքն մենք փաստում ենք, որ դա տեղի ունեցել եւ դա շարունակական է լինելու, որովհետեւ կոմիտասի բանաստեղծությունը հսկայական լանդշաֆտներ է բացում հատկապես երաժիշտ կոմպոզիտորների համար։ Իսկ եթե խոսենք օրինակ հանդիսատեսի մասին, հանդիսատեսի պրոգրեսը այս տարիների ընթացքում 30-40 տարիների ընթացքում կամ հատկապես այն փուլից, երբ որ սկսեցի կոմիտասի հետ աշխատել եւ կոմիտասը ներկայացնել, ինչ փոփոխություններ եք տեսնում ձեր հանդիսատեսի շրջանում։ Ինքը արդեն ձևավորվել է հանդիսատեսը, որը, այսինքն ես տեսնում եմ դահլիճում, այսինքն պատահական մարդ չկա։ Սկզբնական շրջանում իհարկե հատկապես շրջագայությունների ժամանակ, որովհետեւ նաեւ շատ է կատարվել Միացյալ Նահանգներում, եվրոպական երկրներում, Ռուսաստան, Վրաստան եւ այլն։ Այսինքն առաջին շփումը իհարկե, այսինքն զարմանք է առաջացնում, որովհետև նույնիսկ մեզ մոտ 30 տարի առաջ, այսինքն ասում են կոմիտասի ինչ բանաստեղծություն, այսպես փորձում էին հասկանալ ճիշտ, այսինքն բանաստեղծության մասին է խոսքը, թե այնուամենայնիվ երաժշտության։ Կարծում եմ այդ բանը կոտրվել է, հատկապես հաշվի առնելով, որ Կոմիտաս թանգարան ինստիտուտը այդ իմաստով իհարկե նաև իր լուման ունի, երբ որ դուք մտնում եք, ներս եք մտնում, յուրաքանչյուր պատի վրա կտեսնեք Կոմիտասի քարյակներից եւ այլն, այսինքն եւ նաև ժողովածուն, որը ես հրատարակեցի 2004 թվականին, նույնպես ներկայացված է եւ գրադարանում եւ վաճառքի մեջ, այնպես որ կարծում եմ այսօր դա հաղթահարված այսպես կարծրատիպ է եւ Կոմիտասը ընկալվում է որպես ժողովրդական եւ հոգեվոր երաժշտության մշակ եւ իհարկե որպես բանաստեղծ, բայց նաեւ որպես քչերի սիրելի եւ քչերի համար հասանելի ու մատչելի։ Դե դա վատ չի։ Դե բարձր որ մասսայական բնույթ չի կրում, ինչ որ Վահանը ասում է կոնկրետ շրջանակի մասին է վերջ-վերջը խոսքը գնում, այդ երաժշտասեր ոնց որ հանդիսատեսի մասին է հատկապես խոսքը գնում, ու ես կարծում եմ որ այդ ուղղությամբ դեռ ունենք աշխատանք անելու, ավելի հանրայնացնելու Կոմիտասի ստեղծագործությունը եւ հատկապես այս մոտեցմամբ ինձ թվում է մեզ հաջողվում է անել դա։ Այսինքն այն ինչ որ պետք է մենք անենք, մենք այսպես անում ենք, այսինքն մեր գործառույթները հիմնականում համերգային հարթակներում երաժշտությունը ներկայացնելն է եւ այդ իմաստով այսինքն բաց թողում մեր կողմից չկա հաստատ եւ դահլիճներն էլ լեցուն են։ Այո, փառք Աստծո, եւ հանդիսատեսի խնդիրն է։ Ընդհանրապես գիտեք, այսինքն արժեքային դաշտերի հետ այսպես առնչվելու ներքին մղումը եւ ցանկությունը դա այսինքն առաջարկը մեր կողմից պետք է լինի, բայց նաեւ ներքին պահանջարկը եւ ներքին մղումը այսպես կապեր հաստատելու եւ ավանդական երաժշտության հետ եւ դասական երաժշտության հետ եւ իհարկե ժամանակակից երաժշտության հետ դա պետք է լինի յուրաքանչյուր անհատի պարագայում եւ կարծում եմ այդ իմաստով նաեւ որոշակի լուսավորչական այսպես առաքելությունը որ ունի երգչախումբը եւ 30 տարի այդ առաքելությունը փայլուն կերպով կատարում է հատկապես կոմիտասյան ժառանգության
պարագայում եւ իմ այսպես փոքր ջիքերը այդ իմաստով իհարկե արդյունք տալիս են, որովհետեւ մենք տեսնում ենք հանդիսատեսին դահլիճում եւ տեսնում ենք հանդիսատեսի արժևորումը եւ արձագանքը։ Եվ իսկ երգչախումբը առանց Վահան Արծրունու ունի հանդիսատես։ Անշուշտ էլի չեմ կարող ասել, որ ինքը տենց ձևավորված հանդիսատես է, փոփոխական է, մանավանդ վերջի տարիներին գիտենք ինչ փորձությունների միջով ենք անցնում ընդհանրապես որպես կառույց, նաև եթե խոսենք ազգային կամերային երաժշտության ազգային կենտրոնի մասին եւ իր գործունեության, բայց մենք փորձում ենք էլի պահել այդ բաները, շրջանակները, որ գոնե մեր արդեն ձեռք բերված հանդիսատեսին չկորցնենք։ Ու այդ ուղղությամբ էլ շատ մեծ աշխատանք գնում, բարձա միայն երգչախումբը չի դրանով զբաղվում, նաև ազգային կենտրոնի թիմը, որ աշխատում է այդ ուղղությամբ, ես հուսով եմ մենք, այո։ Լավ, մեր հաղորդումը մոտենում է կամաց ավարտին, բայց մենք չխոսեցինք թատերական ներկայացումների մասին, որը նույնպես այս ձեր հոբելյանական ծրագրերի մեջ է մտնում, այդ մասին էլ մի փոքր ներկայացնենք, որպեսզի ռադիո լսողը տեղեկանա։ Ես 9 թատերական ներկայացման համար եւ 1 բալետային ներկայացման համար երաժշտություն եմ գրել եւ այս ընթացքում, այս 5 ամիսների ընթացքում Մնջախաղի թատրոնում հանդիսատեսը կարող է ներկա գտնվել գիրք ծաղկանց ներկայացմանը, որ արդեն 18 տարի է ռեպերտուարի մեջ է, այսինքն համարվում է այդ թատրոնի այսպես այցեքարտը կարելի ասել, Տերենիկ Դեմիրճյանի մոտիվներով ստեղծված ուրեմն ներկայացում է Ժիրայր Դադասյան ռեժիսոր եւ երկրորդ ներկայացումը անցած տարվա պրեմիերան է կամերային թատրոնում մոնոդրամա է Անուշ Ասլիբեկյանի Սոնավանի պոեզիայի հիման վրա, որը կամերային թատրոնում մեծ հաջողությամբ այսպես ներկա մի երրորդն էլ կա Մերսեդեսը, որը որպես թատերական ընթերցում համազգային թատրոնում է լինելու մարտամսին կարծեմ թե ապրիլին պետք է էլի լինի այդտեղ փոքր մի հատված կա որը նույնպես իմ երաժշտությունն է բայց իհարկե այսինքն Ռաֆու խենթը եւ օրինակ Սիդի բան Կորնեի Սիդը բավական դες մասշտաբային երկու ներկայացում պատանի հանդիսատեսի թատրոնում, չգիտես ինչի հանված են ռեպերտուարից, բայց դա որ թվականին է եղել։ Դա 3 տարի առաջ։ Այո։ Լավ, փորձենք ամփոփել Վան ընդհանրապես հոբելյանները նշելը, դա ինչ որտեղ հաշվետու արարողակարգ է եւ հաշվետվություն է։ Արդյոք հոբելյաններից հետո այս համերգային ծրագրից հետո նոր ստեղծագործական ծրագրեր կան եւ ինչպիսի։ Դե գիտեք իմ մոտ խիստ այսպես բաժանում է, այսինքն համերգային շրջանը խիստ տարանջատված է ստուդիական աշխատանքից եւ այսինքն միշտ է իմ կյանքում այդպես եղել եւ այսինքն վերջանում է մի փուլը, սկսում է ստուդիական աշխատանքը, այդ իմաստով իհարկե մշտական ընթացք կա, որովհետեւ այսօրվա համակարգչային տնայությունները թույլ են տալիս նույն սիմֆոնիկ նվագախմբի կամ երգչախմբի հնչողությունը ստանալ սենյակում ուղղակի համակարգչի առաջ եւ այդ իմաստով իհարկե այսպես ազատության գործակիցը յուրաքանչյուր ժամանակակից կոմպոզիտորի մոտ շատ ավելի մեծ է, քան ենթադրենք 200 տարի առաջ եւ իհարկե կան, այսինքն մշտ այսպես դժվար է ասել կոնկրետ ֆորմաների մասին, բայց այդ ստեղծագործական ընթացքը այսպես անպակաս է իմ կյանքում եւ կարծում եմ, որ այս փուլը, որտեվ շատ ծանր փուլ է կամերային երգչախումբ, սիմֆոնիկ նվագախումբ, ռոք խմբի հետ համերգներ, տրիոյով համերգներ, այսինքն այս ամեն ինչը համակարգել եւ կազմակերպելը պատկերացնում եք ինչ ժամանակային ռեսուրս է պահանջում, այնպես որ ստուդիականին էլ հերթ կհասնի եւ նաեւ առիթ դրա մասին էլ կիսվելու եւ ձեր հետ եւ իմ գործընկերների։ Առաջիկա համերգը երբ է սպասվում, այդ մասին խոսենք եւ ամփոփենք։ Ապրիլի 1-ին կամերային երաժշտության տանը
Կավե արտ անսամբլի եւ Երևանի պետական կամերային երգչախմբի, ինչպես նաեւ մենակատարների Նելի Քալաշյանի եւ Ժանա Դավթյանի մասնակցությամբ հրավիրում ենք բոլորիդ այդ համերգին, որովհետեւ այստեղ դուք կհայտնվեք մի մեծ խաչմերուկի տարածքում, որտեղ գերիշխում է կոմիտասյան երաժշտությունը եւ պոեզիան։ Երգչախմբի ղեկավարին եմ ուզում նշել Կրիստինա Ոսկանյան, ով նույնպես նպաստեց այս համագործակցության կայացմանը։ Շատ լավ, շնորհակալություն, թերևս այսքանը հաղորդումն ավարտվեց, սիրելի ռադիոլսողներ, բաց մի թողեք այս առիթը, անպայման մասնակցեք Վահան Արծրունու հոբելյանական համերգային, այսպես ծրագրերին, որտեղ դրանք շատ ճաշակով են, ոչ միայն ճաշակ ունեն, այլ կարևոր ուղերձներ են, այսպես պարունակում եւ պետք է անպայման հետեւել եւ մասնակցել։ Շնորհակալություն, ես ներկայացնեմ իմ հյուրերին, իմ հյուրերը Վահան Արծրունին էր, մեր գոլեգան, սիրելի երգիչ, կոմպոզիտոր ու նաև Երևանի պետական կամերային երգչախմբի տնօրեն Եվա Խաչատրյանը, սոպրանո Նելի Քալաշյանը։ Իսկ զրույցը վարեց Նազելի Օհանյանը, կհանդիպենք։ Վերնատուն